Ես ողջունում եմ գործարարիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին։ Նախ ներողություն եմ խնդրում իմ ձայնի համար, վատառողջ լինելու համար, պարզապես հաղորդումները չեղարկել ու հետաձգել հնարավոր չէ, մենք աշխատում ենք ձեզ համար։ Այս պահին տեսաձայնագրում ենք կինետիկա հաղորդում, իսկ մեր տաղավարում Մանե Բարեղամյանն է, Ketchup Production-ի հիմնադիրը, երիտասարդ կին գործարար Մանե ջան, ողջույն։ Ողջույն Մոնիկա ջան։ Ուրախ ենք քեզ ընդունել հարազատ տաղավարում քեզ համար, կարծում եմ։ Լսողներ եւ դիտողները եւս քեզ կհիշեն բազմաթիվ տարբեր հաղորդումներից, թե թարմ ուղեղով, թե բիզնեսի անատոմիա, եթե չեմ սխալվում, հերթը հասել է կինետիկային պիտի կին գործարարների մասին։ Դու բոլոր ուղղություններում կարծես թե տեղավորվում ես։ Երբ էր այն պահը, որ հասկացար, որ դու կին գործարար ես։ Գիտեք, ձևակերպումը ստացա այն ժամանակ, երբ առաջին անգամ ինձ ասացին, որ Մանե ջան, դու արդեն իսկ գործարար ես, որովհետև երբ դու զբաղվում ես բիզնեսով կամ փորձում ես գոնե մի քիչ ձեռներեցական գործունեությամբ զբաղվել, դու երբեք քեզ չես խոստովանում, որ դու բիզնեսմեն ես կամ բիզնես լեդի ես, ինչպես ասում են, որովհետև այդ բառը այնքան մեծ ու այնքան անպագորգոր է երբեմն հնչում ու թվում, որ շատ ժամանակ ես ինքս ամաչում եի այդպես արտահայտվել։ Հետո երբ մի անգամ ինձ ասացին էլի հաղորդումներից, հարցազրույցներից մեկի ժամանակ, որ ոնց ձեզ ներկայացնենք, դե ասում եմ բիզնեսով եմ զբաղվում, ասացին դե դա գործարար ես, արի հենց այդպես էլ քեզ ներկայացնենք։ Ճիշտն ասած սկզբում շատ ամաչեցի, բայց հետո հարմարվեցի այդ ձևակերպման հետ։ Երևի առաջին անգամ հենց գիտակցումը այդ ժամանակ էր, բայց ասում ես, որ ամաչեցիր, ինձ թվում է տղամարդիկ չէին ամաչի, չէ՞։ Տղամարդկանց համար սովորական է, որ իրենք բիզնեսով են զբաղվում, գործարար են, այդ զգացումը չկա։ Ինչն է խնդիրը, որ այ կանայք ունեն այդ ինչ որ տեղ ներկայանալու այդ ամոթի զգացումը, իրենց լիարժեք չզգալու ոլորտում այդ զգացումը։ Ես չի ասի, որ ինձ լիարժեք չեմ զգում ոլորտում, բայց ինչ ճիշտն է, այո, մեր մտածելակերպում նստած է, որ տղամարդիկ են ավելի շատ բիզնեսով զբաղվում, որովհետև գիտեք, բիզնեսը շատ ժամանակ ինքը չի բնութագրվում ժամանակակից տենդենսներով եւ բիզնեսը չի բնութագրվում ինչպես մասնագիտություն, որովհետև սովետական միության տարիներից եթե նայենք, բիզնեսը դա եղել է ինչ-որ մի բան անելու եւ ինչ-որ մի ֆորմատով աշխատելու, փող ստեղծելու միջոց, եւ դա ավելի շուկայական հարաբերությունների է նման եղել, ոչ թե հստակ որևէ կարողության, մասնագիտության, եւ մարդիկ ժամանակի ընթացքում սկսեցին բիզնեսին ավելի լուրջ վերաբերվել։ Եթե մի փոքր ավելի հետ նայենք, ավելի վառ օրինակ բերեմ, սովետական միության տարիներին եւ հետո արդեն պոստսովետական ժամանակահատվածում Հայաստանում շատ զարգացած էր բենզալցակայաններ ու գազալցակայաններ ունենալու բիզնեսը, որը բնականաբար շատ համապատասխան է տղամարդկանց։ Այն մարդիկ, ովքեր ունեն բենզալցակայան, նրանք համարվում էին լուրջ գործունեությամբ զբաղվող, այսպես ասած, թաղի հարուստ տղաները, ներողություն ձևակերպման համար, ուղղակի հենց այդպես էին իրենք համարվում եւ մարդիկ գիտեին, որ այս մարդիկ զբաղվում են լուրջ բիզնեսով, լուրջ փողեր են աշխատում եւ դա այդ դարաշրջանի դրվածքներ, ձևներ, թրենդներ, մոդաներ։ Իսկ հիմա մարդիկ կանայք այսպես համարձակություն կունենային, որ մտնեին գործարարության մեջ։ Իհարկե վստահաբար եղել են կանայք, ովքեր ունեցել են այդ համարձակությունը, բայց շատ քչերն են կարծում եմ եղել։ Վերջին տարիներին այդ տեմպը բավականին ակտիվացել է։ Այ ինչով պայմանավորված եւ ինչ իրադարձությունից հետո կանայք սկսեցին գրավել շուկան։ Բնականաբար վստահ եմ, որ շատ կանայք եղել են, ովքեր բիզնեսով են զբաղվել, ովքեր գործարարներ են եղել, փորձել են իրավիճակ փոխել, ավելի համարձակ են եղել, բայց համաձայն եմ Մոնիկա ջան քեզ հետ, որ վերջին տարիներին շատ ակտիվացել է, որովհետև երբ որ արդեն ընդունվեց, համաշխարհային հասարակության մեջ, որ կինը հասարակության լիիրավ անդամ է եւ ունի իրավունք հավասարապես աշխատելու, ռեալիզացվելու, երբ կինը սկսեց աշխատել, այդտեղ լիքը բաներ փոխվեցին այդտեղ եւ կին տղամարդ հարաբերությունները սկսեցին փոխվել եւ ընտանիքում որոշակի փոփոխություններ եղան, որովհետեւ կինը ոչ միայն սկսեց աշխատել հաճույքի համար կամ տանից դուրս գալու համար, այլ կինը սկսեց
հացի խնդիր լուծել։ Եւ այստեղ արդեն ժամանակի տենդենսների հետ զուգահեռ կնոջ դերը հասարակության մեջ սկսեց էլ ավելի բարձրանալ, ինչպես նաեւ այս մոդայիկ տենդենսները առաջ եկան, որ ֆեմինիզմը եւ այլն, որ կանայք էլ ավելի ակտիվ սկսեցին խոսել իրենց ազատ լինելու, իրենց ավելի համարձակ լինելու մասին, ոնց որ այսպես կամած առանց ինչ-որ հստակ իրադարձությունների ամեն ինչ սկսեց փոխվել։ Ոնց է այսօր, այսինքն կանայք իմ մոտ տպավորություն կա, որ շատ կանայք գործարարության մեջ պարզապես գնում են մոդայի հետևից, այսինքն կին գործարար լինելը շատ մոդայիկ է, շատ հետաքրքիր է ու հավես է։ Այ դու այդ միջավայրում լինելով հանդիպել ես նման կանանց։ Հավեսը շատ լավ է։ Ես հանդիպել եմ շատ տարբեր տեսակի կանանց։ Հանդիպել եմ կանանց, ովքեր իսկապես ոչինչ չեն ունեցել եւ սկսել են զրոյից ու կարողացել են իրենց վառ գաղափարի համար հասնել հաջողության, ջանք ու եռանդ չեն խնել, բայց ես տեսել եմ նաեւ կանանց, ովքեր ուղղակի շատ ապահոված ընտանիքում են ապրում, ովքեր ունեն շատ հարուստ ընտանիքի անդամներ, հայր, ամուսին եւ ովքեր պարզապես նվիրել են, այո, ովքեր օրինակ, ունի մարդը հարուստ ամուսին, ով նվիրել է իր կնոջ օրինակ գեղեցկության սրահ, դա էլ այդ պոստսովետական этаպում շատ հայտնի кейս էր, այսպես ասած, հայտնի ֆորմատ էր, որ դե եթե բիզնեսով ես ուզում զբաղվես, արի քեզ համար գեղեցկության սրահ բացենք, դե քանի որ գեղեցկության ոլորտը ավելի աղջիկներին համապատասխան էր, եւ այդպես կանայք որոշակի ժամանակահատված զբաղվում էին գեղեցկության ոլորտով առանց հասկանալու այդտեղ շահավետություն կա, չկա, իրենք գումար աշխատում են, չեն աշխատում։ Շատ տարբեր ժամանակաշրջան, որ ակտիվ բոլորը միայն դրանով էին։ Այո, բոլորը բացում էին գեղեցկության սրահներ, բայց այդ մոդան էլ անցավ։ Շատ տարբեր տեսակի մարդկանց եմ տեսել, շատ տարբեր մարդկանց հետ եմ շփվել այս թեմայի շուրջ, բայց ինձ ամենաշատը հիմա ուրախացնում է այն, որ կանայք շատ նպատակային են դարձել ու բոլորն ունեն իրենց մեջ այդ ցանկությունը որևէ լավ բան անելու, որևէ լավ պրոյեկտ, նախագիծ անելու եւ ունեն այդ համարձակությունը իսկապես այդ քայլին գնալու, բայց ուզում եմ մի ուրիշ բան ասել։ Հենց հետաքրքիր զուգադիպությամբ 3 ընկերուհուս հետ էինք խոսում եւ քննարկում էինք, որ մարդիկ բաժանվում են հստակ 2 խմբի։ Կան մարդիկ, ովքեր պարզապես կատարողներ են, ովքեր կարող են շատ լավ կատարել իրենց առաջադրված ցանկացած խնդիր եւ հանձնարարություն, եւ կան մարդիկ, ովքեր կատարողներ չեն, այլ իրենք միտք գեներացնողներն են, իրենք նորարարներ են, իրենք ստեղծողներ են, բայց իրենք կատարողներ չեն։ Այո, իրենք գուցեև հենց գործարարներ են։ Ու դա էինք քննարկում եւ բավականին երկար մտածեցի ինքս, իմ մեջ այսպես մտածելով, խորելով հասկացա, որ երևի թե ես այդ կատարողների դասին չեմ պատկանում, որովհետև ես կարող եմ նստել եւ տարբեր մտքեր գեներացնել, ստեղծել, ես հստակ որևէ պրոյեկտ անելիս, գիտեմ ոնց պետք է օրինակ սա, այսպես անել, այնպես անել, սրանից հետո նա եւ ինձ թվում է դա ես այդպես ծնվել եմ, այսինքն մարդիկ այդպես ծնվում են։ Իհարկե հասկանալի է, որ դու պիտի ժամանակի ընթացքում քո կարողությունները զարգացնես, բայց քո պատմությունը ինչպես է ստեղծվել, դա իծն է, այսինքն քո մեջ դրված է եղել այդ կառավարչական հմտությունները, թե ամեն դեպքում ինչ որ խթանող հանգամանքներ եղել են։ Ես կարող եմ ասել, որ իծն է որոշակի կարողություններ ունեցել եմ, որովհետև զբաղվել եմ արվեստով, միշտ սիրել եմ ստեղծագործել, միշտ այդ կազմակերպելը, ստեղծագործելը, որևէ նոր միտք առաջացնելը, գեներացնելը իմ մոտ միշտ է եղել։ Դա կարող եմ ասել, որ իծն է ստեղծվել։ Բայց երբ որ դու այդ միտքը գեներացնում ես դպրոցում, ինչ որ փոքրիկ միջավայրներում, բայց երբ դու այդ միտքը սկսում ես գեներացնել արդեն ավելի լուրջ հարթակներում, դրանք 2 տարբեր բաներ են։ Դրա համար դու պիտի անընդհատ քեզ վրա աշխատես եւ ավելի զարգացնես։ Եթե քո կարողությունների վրա չաշխատես, տրամաբանական է, որ ոչ մի աճել չես գրանցի։ Ինչ որ մի պահի կանանց կանգնեցնում են տղամարդիկ գործարարության մեջ կամ խանգարում են, խոչընդոտում են, գուցե դու նման վերաբերմունք չես ընկալել, նման վերաբերմունք չես ստացել տղամարդկանց կողմից, բայց երբևէ հանդիպել ես նաև քո մասով, եթե ստացել ես իհարկե։ Ես անկեղծ ոնց հիշում եմ, չեմ կարողանում մտաբերել մի պատմություն, երբ որևէ տղամարդ ինձ խանգարել է գործարարության ոլորտում ինչ-որ մի բան անել։ Ընդհակառակը ես կարող եի ասել, որ մեր տղամարդիկ երբեմն շատ կնամեծար են եւ երբ տեսնում են, որ դու կին ես կամ երիտասարդ աղջիկ ես ու ուզում ես որևէ բան անել, իրենք շատ մեծ սիրով ու պատրաստակամությամբ փորձում են քեզ օգնել։ Համենայն դեպս ես այդ վերաբերմունքն եմ ստացել։
Նաև չեմ կասկածում, որ կան խտրականության հանդիպող մարդիկ, հա, դրսևորումներ միանշանակ կլինել, բայց գիտեք, ինձ թվում է այստեղ հարցը նրանումն է, թե դու առհասարակ որպես մարդ ինչպիսին ես հասարակությունում։ Եթե դու լուրջ մարդ ես եւ եթե դու կարողանում ես քեզ այնպես դրսևորել, որ մարդիկ քեզ վերաբերվեն որպես լուրջ անձնավորություն, ով կարողանում է հստակ իր գործը կատարել, հա, օրինակին պարագայում եթե ես հստակ ծառայություն եմ մատուցում, մարդիկ վստահում են եւ այդ ծառայության համար ինձ վճարում են։ Եթե այդ ընկալումը կա, ապա կարծում եմ այստեղ խտրական վերաբերմունք չի կարող լինել, որովհետեւ գործարարության մեջ, գործում, գիտության մեջ կարծում եմ սրանք այն ոլորտներն են, որտեղ մրցակցելիս պիտի մրցակցես ամբողջությամբ, այստեղ սերերը այդքան էլ մեծ դեր չունեն։ Այդ միշտ բարձր օղակներում կանայք չեն եղել, միշտ տղամարդկանց ենք մենք տեսել։ Դա այն խտրականությունը, որ ասում եմ, նաև դրա մասին է ասում, հետո դա տեղափոխվել է ինչ-որ չափով բիզնես, բայց այդ բարձր օղակները միշտ չվստահել կանանց, ինչով է դա պայմանավորված, այսինքն ինչ խնդիր կա կանանց բնավորության մեջ, տեսակի մեջ, գուցե ավելի էմոցիոնալ են կանայք, որ միշտ այդ մտավախությունը կա, որ այս պաշտոնը չպիտի կինը զբաղեցնի։ Ինչն է, որ կնոջն ու տղամարդուն առանձնացնում է այդ մասով, եթե կա իհարկե։ Բարդ հարց է, որովհետև շատ ինդիվիդուալ կարող է լինել։ Հիմա եթե ես ասեմ, որ գուցե լավ մասնագետներ չկան, ովքեր հա բարձր օղակներում չեն հայտնվում, կստեմ, որովհետև վստահ եմ, որ լավ մասնագետներ հատկապես կանանց շրջանակում կան եւ իրենք վստահաբար գուցե եւ շատ ավելի լավ կարողանան որևէ գործառույթներ իրականացնել։ Հիմա բավականին հետաքրքիր աճ կա, որովհետև ինչպես տեսնում ենք, վերին օղակներում բավականին կին ներկայացուցիչներ են հայտնվել, ովքեր փորձում են որոշակի գործունեությամբ իրավիճակ փոխել, բայց ինձ թվում է այստեղ ավելի շատ խնդիրը հայկական մենթալիտետի մեջ է եւ մարդկանց ադապտացիան կամաց-կամաց է տեղի ունենում։ Վստահ եմ, որ 10 տարի հետո պատկերը մի փոքր այլ է լինելու, որովհետև հիմա արդեն ես փոփոխությունները տեսնում եմ։ Շատ կանայք արդեն ավելի ազատ սկսել են քաղաքականության մասին խոսել, իրենց տեսակետը եւ կարծիքը սկսել են ավելի մեծ վստահությամբ արտահայտել, որը չէին անում մի որոշ ժամանակ առաջ։ Այստեղ նաեւ տեսնում եմ եւ կարծում եմ, որ սոցիալական հարթակները, սոցիալական մեդիայի հարթակները շատ մեծ նշանակություն ունեն, որովհետեւ ժամանակին 10 տարի առաջ չկային Facebook-ներն ու Instagram-ները, որտեղ մարդիկ կարող էին շատ ավելի մեծ համարձակությամբ իրենց կարծիքով կիսվել։ Իսկ հիմա հարթակներն այնքան շատ են, որ միայն այստեղ ոնց որ մարդու ցանկության հարցն է, հա, նա կկիսվի թե չէ։ Դրա համար ըստ իս ժամանակի հարց է եւ մենք մի որոշ ժամանակ հետո կունենանք վստահ եմ, որ կունենանք կին առաջնորդներ, որովհետեւ ինքս էլ հիմա փորձում եմ Facebook-ում եւ Instagram-ում առաջնորդության թեմայով բլոգ վարել եւ երբ շփվում եմ երիտասարդ աղջիկների հետ, կանանց հետ, ովքեր շատ կամային են, շատ հետաքրքրասեր են եւ ուզում են ինչ-որ մի բան անել, տեսնում եմ, որ այս մարդիկ ունեն հստակ դիրքորոշում եւ իրենց դիրքորոշումը արտահայտելուց չեն վախենում։ Իսկ մարդուն ամենաշատ խանգարող վատ բնավորության կողմը դա վախն է, երբ որ նա վախենում է իր որևէ միտքը արտահայտել, որևէ ցանկությունը ռեալիզացնել, իսկ հիմա ես նկատում եմ, որ հա, իդեպ այդ քննադատությունն է։ Հետո գիտեք, մեր հայ հասարակությունը մի հետաքրքիր բնավորության գիծ ունի։ Այն կարող է շատ արագ մարդկանց վեր բարձրացնել, դարձնել շատ հայտնի, դարձնել շատ բարին եւ խաղաղության աղավնի սարքել, բայց նաեւ շատ արագ կարող է այդ մարդու անվան հետ խաղալ եւ սա փոքր երկրների, փոքր պետությունների կարծում եմ բացասական կողմն է, որովհետեւ փոքր հասարակության մեջ մարդը շատ ավելի արագ է կարողանում աչքի ընկնել, առանձնանալ, երևալ, նամանավանդ, երբ հասարակությունը շատ քաղաքականացված է։ Կարծում եմ ինձ հետ կհամաձայնես, որովհետև հիմա մեր այս հայաստանյան այս էտապում շատ ավելի բարդ է ինչ-որ մի բան ասել եւ մնալ ստվերում, այսինքն շատ բարդ է հանգիստ կարծիք արտահայտելը եւ ստվերում մնալը, որովհետեւ միշտ գտնվում են մարդիկ, ովքեր խոսափողով ակտիվ սպասում են մի փոքրիկ սայթակում։ Դա լինելու է, բայց նկատի ունեմ քաղաքականացված հասարակություններում դրանք ավելի զարգացած են, որովհետեւ երբ ես աշխատում էի 5-6 տարի առաջ մեդիայում, այսպես չէր։ Հիմա ամեն ինչ շատ ավելի արագ է։
Չգիտեմ դու ինչպեսի փորձ ունես։ Պատրաստ միշտ է պետք լինել, պետք է միշտ զինված լինել եւ ուզում եի ասել դու ինձնից առաջ ընկար։ Այո, պետք է զինված լինել եւ գիտելիքով եւ համարձակությամբ, որովհետեւ երբեք չգիտես հաջորդ րոպեին ինչ քեզ կհանդիպի։ Մանե քո կարծիքով կին առաջնորդները, կին գործարարները ինչ որակ են փոխում առասարակ, թե գործարարության մեջ, թե երկրում, թե հանրության մեջ, այդ կերպարը ինչն է փոխում։ Նախ ես կարծում եմ, որ մենք շատ կին առաջնորդներ ունենք եւ առաջնորդությունը դրսեւորվում է ընտանիքներում, դրսեւորվում է մայրիկների, տատիկների բնավորությամբ եւ եթե ավելի խորը ուսումնասիրենք, առաջնորդությունը մարդը ի ծնե ստանում է, այդ առաջնորդական հմտությունները ստանում է իր ընտանիքից, որովհետեւ մենք տեսնում ենք, չէ՞ որ մեր մայրիկները, տատիկները ինչ որ մի բան հստակ կազմակերպում են, անում են մեզ համար, փորձում են ավելի լավ անել, մեր մայրիկները այնքան բան են հասցնում, որ մենք ենք, չէ՞, միշտ զարմանում, ոնց են նրանք կարողանում եւ տան կենցաղավարումը անել, այսինքն ամեն ձեռքը վերցնել, կառավարել իրավիճակը, վերահսկել ամեն ինչ։ Պատկերացնենք իրավիճակը այսպեսին, հա, որ մեր մայրիկները կարողանում են եւ կենցաղավարում անել, եւ զբաղվել երեխաների դաստիարակությամբ, եւ իրենց ընտանիքով, եւ ուշադիր լինել իրենց ամուսիններին եւ բարեկամներին եւ մի հատ էլ զուգահեռաբար աշխատում են, այո, այս ամենը առաջնորդության մասին է։ Ու երբ մարդը անհատը իր ընտանիքում տեսնում է այս դիրքորոշումը, հա, այս ֆորմատը, նա արդեն փոքր իհարկե չափաբաժիններով, բայց սնվում է այդ առաջնորդական կարողություններով եւ դա սկսում է իր քայլերում արտահայտել։ Եվ երբ կին գործարարը հայտնվում է հասարակությունում եւ փորձում է իրավիճակին փոփոխություններ հա բերել, ես կարծում եմ, որ շատ ավելի մանրակրկիտ եւ ավելի էմոցիոնալ է կարողանում կինը նայել իրավիճակին, որովհետեւ տղամարդիկ ու կանայք մի քիչ էմոցիաների առումով իրարից տարբերվում են։ Այո, պատկերին տղամարդիկ միշտ ավելի մեծ են նայում, կանայք դետալային։ Եվ կանայք նայում են ավելի էմոցիոնալ։ Եթե տղամարդը հստակ եւ ուղիղ տեսնում է X իրավիճակը, կինը տեսնում է այդ իրավիճակը եւ հա այդ ներքին խնդիրներ, բարդությունները, էմոցիոնալ ինչ որ բաները եւ կարծում եմ, որ կնոջ այս բնության առանձնահատկությունը կարողանում է միանշանակ օգնել, որպեսզի կինը իր բիզնեսին վերաբերվի էլ ավելի էմոցիոնալ ու հուզական կողմից, որը բիզնեսին կարող է շատ մեծ օգուտ տալ, որովհետև եթե մենք խոսում ենք բիզնեսում լավ վաճառքների մասին, եթե դու չհասկանաս մարդու էմոցիոնալ դաշտը, դու մարդու վրա չես կարող բան վաճառել։ Իսկ եթե դու, չգիտեմ, այսպիսի ստատիստիկա կա թե չէ, իհարկե սա իմ տեսակետն է, բայց ես կարծում եմ, որ կանայք ավելի լավ կարողանում են հասկանալ էմոցիոնալ մասը եւ կարողանում են ավելի լավ էմոցիոնալ վաճառքներ անել եւ մի բան էլ ավելացնեմ, ես վերջերս մի եզրույթ կարդացի բիզնեսի մասին, ասում էին, որ լավ գործարարն այն մարդն է, ով կարողանում է սիրահարեցնել իր բիզնեսին հասարակությանը ու մի կոսմետիկ միջոցի օրինակով էին դա ասում ու ասում եմ ինչքան ճիշտ է էլի մարդիկ երբեմն դառնում են մարքեթինգի զո առանց հասկանալու որ իրենք սիրահարվում են այդ բրենդին առանց ճանաչելու այդ բրենդի պայուսակը կոսմետիկան կամ հա ինչ որ հետաքրքիր աքսեսուարը բայց իրենք կարողանում են էմոցիոնալ գնում անել իսկ ըստիս կանանց մոտ էմոցիոնալ ամեն ինչը ավելի լավ ու հեշտ է ստացվում ամեն դեպքում այդ էմոցիոնալ լինելը փրկում է ինչ որ իրավիճակներում եւ հարցալուծում չէ երբեմն փրկում է երբեմն խանգարում իհարկե Մանե ջան, իսկ քո բիզնեսում, բիզնեսներում ամուսինդ միջամտում է, թե ամեն ինչ ինքնուրույն ես անում։ Ես ու ամուսինս ի սկզբանե շատ տարբեր ոլորտներով ենք զբաղվում ու երբևէ ես չեմ նկատել որևէ միջամտություն, որևէ երբեք չի խառնվել։ Ու
միշտ մեր խոսակցությունները եղել են այն մակարդակում, որ դու քո գործը պիտի ինքդ տանես եւ պիտի ինքդ քո պրոյեկտները փորձես զարգացնել, հաջողել, եթե ես կարողանամ ինչ-որ մի ֆորմատում քեզ օգնել, սիրով կօգնեմ։ Երբեմն ոչ հաճախ, բայց երբեմն հաշվարկների պարագայում ունենում եմ կարիք օգնության, խորհրդի եւ անպայման խորհրդակցում եմ, բայց հիմնականում ես եմ ամեն ինչով զբաղվում, որովհետեւ տարբեր ոլորտներով ենք զբաղվում, հա, ես մեդիայի մեջ եմ, ինքը ավելի արդեն տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ոնց որ խառնվելու եզրեր չկան, բայց շատ մտածում ենք համատեղ բիզնես պրոյեկտի մասին, իհարկե դեռ չունենք հստակ իդեաներ, բայց կարծում եմ առաջիկայում ինչ որ մի հետաքրքիր բան կլինի ու ես կարծում եմ, որ եթե ընտանիքներում կա այդ բիզնեսի կարողությունը եւ ջիղը, միանշանակ պետք է ընտանեկան բիզնես ունենալ։ Դե այսօր շատ են ընտանեկան բիզնեսներ ու կարծում եմ բավականին հաջողած են, որովհետև կնոջ եւ տղամարդու ներկայությունը մի բիզնեսում այդ էմոցիոնալությունը եւ պատկերին այսպես լայն նայելը շատ իրավիճակներում ավելի արդյունավետ է լինում, քան մեկ անձի կողմից կառավարելը։ Ասեմ ինչու, որովհետեւ ըստ իս բիզնեսում միայնակ առաջ գնալը շատ դժվար է։ Ինչքան ուզում ես փող ունեցիր, հնարավորություններ ունեցիր, միայնակ որևէ բան անելը դժվար է։ Կամ դու պիտի ունենաս շատ ուժեղ թիմ, որտեղ որ ներդրումներ անես, կամ պիտի ունենաս շատ լավ գործընկերով քեզ հետ հավասար գնայի նույն ճանապարհով, նույն նպատակները կունենա եւ հավասարաչափ բիզնեսի համար կանի ամեն ինչ, ինչը որ դու ես անում։ Կամ պիտի ունենաս ընտանեկան բիզնես, որտեղ արդեն նվիրվածությունը կլինի երկու կողմից, հա, եւ ամուսնու եւ կնոջ, որովհետև ասում եմ, մարդը շատ դժվար է միայնակ հասնում հաջողության, մարդուն թիմ է պետք եւ ցանկալի է, որ այդ թիմը լինի հարազատական թիմ, լինի այնպիսի թիմ, այնպիսի համախոհների թիմ, ովքեր ամենաբարի ազնվությամբ կնվիրվեն նպատակին եւ կնվիրվեն բիզնեսին, որը ել ավելի լավ տեմպով կարող է առաջ գնալ։ Այ երբ թիմից ես խոսում, միշտ հարց է չէ առաջանում։ Թիմում երբ լինում են տղաներ, միշտ չի որ բոլորը չէ որ պատրաստ են ենթարկվել կնոջ հրահանգներին, այդ այլա չէ խանգարում։ Այ փոփոխություն է իմաստով եղել է շուկայում, այսինքն կանանց այսպես ուժգին գալով արդյոք տղամարդիկ հարմարվել են, որ այ կարող են լինել կանայք, ովքեր կարող են հրամաններ տալ, մի քիչ հրաման բառը այստեղ շատ կոպիտ է հնչում, օրինակ ինչ որ, չգիտեմ, որոշում կայացնեն, ասել որ այ դու պիտի սա անես, դու պիտի այն մի գործ տղամարդը հանգիստ ասի, որ այո, ես պատրաստ եմ դա անել։ Ոնց այլ այդ մասով։ Շատ հետաքրքիր է, որ այս հարցը ինձ է տալիս, որովհետև այո, իմ քեչափի թիմը, եթե մենք նայենք, մեծամասնությունը թիմում տղամարդիկ են, եւ այս հարցը ինձ շատերն են տալիս, ոնց ես անում, որ լեզու ես գտնում տղամարդկանց հետ, անկեղծ ասած տղամարդկանց հետ շատ հեշտ է լեզու գտնելը, որովհետև նրանք շատ հստակ հասկանում են, հա, էմոցիաների գիրկը չեն ընկնում, եւ նրանք հստակ հասկանում են եւ պատկերացնում են, թե իրենցից ինչ է ակնկալվում։ Եվ հետո գիտեք, այստեղ կա ֆինանսական գործոնը, որ երբ դու մարդուն իր արած աշխատանքի համար վճարում ես, այդտեղ արդեն պատվիրատու, ղեկավար, հրամայել եւ այլն, այս եզրույթները անիմաստ են, որովհետեւ այդ գծերը չեզոքանում են, չէ՞։ Այո, որովհետեւ դու հստակ մարդու հետ պայմանավորվում ես, վճարելով նրան իր կարողությունների եւ իր արած աշխատանքի դիմաց։ Սա արդեն իրավիճակ է փոխում։ Հետո օրինակ մեր թիմում այնքանով է ամեն ինչ ընկերական եւ թափանցիկ, որ երբեք այդ հրամայական տոնը չկա։ Ես միշտ ասում եմ, որ ես շատ ամաչում եմ արտահայտվել, որ ես ունեմ աշխատողներ, որովհետեւ նրանք իմ աշխատողները չեն։ Նրանք իմ գործընկերներն են եւ մենք միասին ենք որևէ պրոյեկտի շրջանակում աշխատում եւ պրոյեկտը լավացնում, այսինքն այստեղ համագործակցային մոտեցումն է անձամբ իմ մոտ։ Դրա համար ես խնդիր մինչև օրս եւ իհարկե պարկաստու չեմ ունեցել իմ թիմակիցների հետ, բայց կարծում եմ, որ կան նաեւ այդպիսի մարդիկ, ովքեր ունենում են շատ ավելի ներքին էգոյի խնդիր եւ նրանք ոչ թե ինքնահաստատման, այլ նրանք չեն ուզում, որ իրենք լինեն աշխատող կատարողի դերում, իրենք ուզում են լինել ղեկավարի դերում։ Ինքնահաստատման խնդիր կարող է հաճախ լինել։ Գուցե, բայց դա ախր շատ անառողջ մոտեցում է։
Կլինեն։ Այս աշխարհում ամեն ինչ կլինի Մոնիկա ջան։ Ես վստահ եմ, որ ցանկացած տեսակի մարդ, ցանկացած տեսակի կին գործարար, տղամարդ գործարարներ կան։ Չենք կարող առանձնացնել։ Ուղղակի իրավիճակները շատ տարբեր են։ Ես կարող եմ խոսել իմ փորձից, ես կարող եմ խոսել իմ ընկերների փորձից, որոնց տեսնում եմ, որոնց հետ առնչվում եմ ամեն օր։ Բայց նաև գիտակցում եմ, որ ինչքան էլ որ կինը էմոցիոնալ է, երբեմն փափուկ է, բայց գործում եւ բիզնեսում չպիտի լինեն էմոցիաներ եւ չպիտի լինի փափկություն, որովհետեւ այստեղ կա այդ պայմանավորվելու, բանակցելու հստակ գաղափար է, որ եթե դու չես անում քո գործը X գումարի դիմաց, ապա այստեղ կլինի կհայտնվի մեկ այլ մասնագետ, ով կանին այդ նույն գործը լավ մակարդակում, այստեղ արդեն այդ նպատակային լինելն են, արդեն քո ամբիցիաներն են, թե ինչքան ուժեղ ես մտածում, թե ինչքան հեռուն ես մտածում, իրավիճակները շատ տարբեր են։ Ես շնորհակալ եմ քեզ հետաքրքիր զրույցի համար, եթե վերջում հավելում ունես առհասարակին գործարարների մասով քո պատկերացրած կերպարը ինչպիսին է եւ խորհուրդ այն կանանց, ովքեր վախեր ունեն մտնել շուկա, այս դաշտ, ինչ կառաջարկես։ Ես միայն կուզեմ ասել, որ առհասարակ մարդու մոտ իր կարողությունները, իր պոտենցիալը բացահայտելու ժամանակահատվածը անվերջ չէ ու պետք չէ մտածել, որ վայ, դե լավ, մի հետաքրքիր միտք եկավ, վաղը կանեմ։ Եթե դուք ունեք լավ ու հետաքրքիր գաղափարներ, եթե դուք ունեք ցանկություն որևէ նոր բանով զբաղվելու, որևէ նոր նախագիծ իրականացնելու, բիզնես, բրենդ բացելու, ես միայն խորհուրդ կտամ, որպեսզի դա անեն հիմա եւ չթողնեն հետոյի, որովհետեւ այդ պոտենցիալը ունի իր ժամանակը եւ երբ որ այդ ժամանակը անցնում է, ժամկետը ավելի ճիշտ է, անցնում է, եթե ինչ դու մտածում ես, ուրիշները գործում են։ Այո, բայց երբ քո պոտենցիալի ժամկետը անցնում է, արդեն շատ դժվար է լինում հետ վերադառնալ գաղափարին եւ նույն էնտուզիազմով, նույն էներգետիկայով այդ գաղափարը իրականացնել։ Իսկ ես կարծում եմ, որ կանայք ահռելի մեծ ուժ ունեն եւ այդ ուժը ունեն բնությունից իծնե եւ կարող են անթիվան համար գեղեցիկ պրոյեկտներ իրականացնել, աշխարհը դարձնել ել ավելի լավը, ել ավելի կոմֆորտ եւ հարմարավետ եւ ինչու ոչ, կանայք էլ ունեն հզորանալու եւ այլ ավելի հզոր դառնալու մեծ հնարավորություն։ Ես միշտ ասում եմ, որ կանայք բնությունից տրված իծնե ուժեղ են, բայց նրանք կարող են հզորանալ։ Շնորհակալ եմ զրույցի համար, մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ Կինետիկա հաղորդման իմ հյուրը Մանե Բարեղամյանն էր, Ketchup Production-ի հիմնադիրը եւ կին գործարար առհասարակ, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանն էր աշխատում, հետևեք մեր հաղորդումներին, կհանդիպենք։